Բանաստեղծները չեն մահանում, նրանք հեռանում են հավերժ մնալով ժողովուրդներին ժառանգած տողերում։ Սիլվա Կապուտիկյանի գրական ժառանգությունը միայն հայերինը չէ, նրա սիրո քնարերգությունն ընթերցել ու հիմա էլ ընթերցում են արտերկրում։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ Սիլվա Կապուտիկյանն ընդգրկված է միջազգային հանրագիտարաններում։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են մի քանի լեզուներով։ Մոսկվայում տարբեր հանդիպումներ են եղել, ես տեսել եմ, թե ընթերցողները ինչքան լավ են իմանում Սիլվա Կապուտիկյանի պոեզիան, դա շատ ուրախալի է։ Կապուտիկյանին ընթերցում են նաև դպրոցներում, հատկապես հայրենիքի նկատմամբ սերն է նրա բանաստեղծությունների առանցքը։ Լսիր որդիս, պատգամ որպես, սիրախ քո մոր խոսքը սրտանց, այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանց, կտրել է նա հանց աստղալույս երկինքները ժամանակի, շարաչել է խլովահույս Սլացքի հետ Հայկյան նետի։ Բանաստեղծուհու Շիրիմին այսօր այցի են գնացել գրչակիցներն ու հարազատները։ Եթե լսեր, որ իրեն պոետեսա կամ բանաստեղծուհի են կոչում, կբարկանար, հիշում է Զորի Բալայանը ու ավելացնում. Սիլվան կարողացել է գրիչը զենք դարձնել։ Արդեն 40 տարի մեր եղբայր քույրությունը ապացուցում է, որ ես գիտեմ, Սիլվան միայն պոետ չի եղել։ Նույնիսկ չի եղել միայն արձակագիր, նրան հոյակապ գրքերը կան, նա ազատամարտիկ է եղել։ Եվ Մեսրոպի սուրբ հանճարով դարձել է գիր ու մագաղատ, դարձել է հույս, դարձել դրոշ, պահել երթը մեր անաղարտ, նրանով է մրմնջացել հայ պանդուխտը վերքն իր սրտի, նրանով է որոտացել կռվի երգն իմ ժողովրդի։ Կապուտիկյանը նաև մանկական շարքերի հեղինակ է։ Նրա առաջին Փոքրիկ Արա ականջարա ժողովածուն հրատարակվել է որդու Արայի լույս աշխարհ գալուց 9 տարի անց։ Դրան հաջորդել են Մեր լալիկը Սիրունիկը, Տանը Բակում փողոցում եւ այլ շարքերը։ Նրանով է մայրս ջահել, ինձ օրորոց դրել մի օր, հիմա եկել քեզ է ասել, նրա կարկաչը դարավոր, բաց շուրթերդ, խոսիր, անգին, ջիր դայլայլիր, իմ սիրասուն, թող մանկանա քո շուրթերին, մեր ալեհեր հայոց լեզուն։ Սիլվա Կապուտիկյանի 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքի անցկացվելու ամբողջ տարվա ընթացքում։ Առաջինն այսօր էր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում հուշ ցերեկույթ էր։ Այստեղ էին նաև բանաստեղծի անունը կրող դպրոցի աշակերտները։ Այս տարի լույս է տեսնելուն նաև բանաստեղծուհու ստեղծագործական եւ հասարակական կյանքի մանրամասներին նվիրված ալբոմ։ Պահիր նրան բարձր վճիտ Արարատի սուրբ ձյունի պես, պահիր նրան սրտիդ մոտիկ քո պապերի աճունի պես, ու ոսոխի զարկիցը սև դու պաշտպանիր կրծքով նրան, ինչպես մորդ կպաշտպանես, թե սուր քաշեն մորդ վրա։ Ուտես որդիս, ուր էլ լինես, աս լուսնի տակ, ուր էլ գնաս, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Թերեզա Կադայեչյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։